Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շտաբ կառավարության նիստ է հրավիրել Իրանի վրա Իսրայելի հարվածներից հետո։ Հանդիպման օրակարգում Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումն է և Միացյալ Նահանգների արձագանքի մշակումը։ Հարձակման նախօրեին Թրամփը լրագրողների հետ զրույցում զգուշացրել էր, որ տարածաշրջանում մեծածավալ հակամարտություն կարող է սկսվել շատ շուտով։ Թրամփը ևս նշել է, որ նախապես գիտեր Իրանի թիրախների վրա հարվածների մասին։ Fox News հեռուստաալիքի քաղաքական մեկնաբանի հետ զրույցում Թրամփը նշել է, որ Իսրայելի հարձակումը իրեն չի զարմացրել, և առաջին թար մեկնաբանությունը ամերիկագետ Սուրեն Սարգսյանից լսենք հենց հիմա։ Որքանով այս պահին հայտնի է, Միացյալ Նահանգները հայտարարել են, որ Իսրայելի այս գործողությանը որևէ կերպով չեն մասնակցել, աջակցություն չեն ցուցաբերել, եւ սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները ըստ էության մեսիջ է ուղարկում Իրանին, որ որևէ ներգրավվածություն չի ունեցել եւ ցանկություն չունել ներգրավվածություն ունենալու, այսինքն ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները փորձում է շարունակել Իրանի հետ վարվող բանակցություններ, այլ ոչ թե հակադրվել Իրանին եւ աջակցել Իսրայելին։ Կարծում եմ ամբողջական պատկերը մոտավորապես սա է եւ այդ հայտարարությունը արվել է Սպիտակ տանից Մարկո Ռուբիոյի կողմից, ով ոչ միայն պետքարտուղարն է, այլ նաև համակարգում է ազգային անվտանգության խորհուրդը եւ ըստ էության ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականն է։